Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանին։ Բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եք հրավերության համար։ Տիկին Զորաբյան, արդյուն ենք շարժումը Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի գլխավորությամբ ազգային ժողովի падգամավորներին նամակներ փոխանցեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Ինչպես եք վերաբերում այս նախաձեռնությանը եւ որքանով եք այն իրատեսական համարում մի խորհրդարանում, որտեղ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն ունի։ Տեսեք, նույն հարցը կարող ենք տալ 2018 թվականին, որքանով է իրատեսական, որ մի խորհրդարանում, որտեղ ելքը չունի մեծամասնություն, ավելին ամենափոքր խորհրդարանական խմբակցությունն է, ստեղծվեց այնպիսի իրավիճակ, արտաքին եւ ներքին քաղաքական պրեսինգի արդյունքում, որ մենք գնացինք 18 թվականի մայիսի 8-ին, ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին։ Ուստի այս հարցը ես համարում եմ սխալ եւ բոլոր այն ընդդիմադիր падգամավորները, ովքեր կատաղորեն, այսպես հա ինչ որ sense մեծ էնտուզիազմով դիմադրում են իմպիչմենտի գործընթացին, ասելով, որ դա հնարավոր չէ։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, որ այսօր մենք խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններից մեկում ունենք падգամավոր, հա, ով 18 թվականին խորհրդարանում եղել է Նիկոլ Փաշինյանի Իմ քայլը դաշինքով, բայց հնարավոր եղավ, չէ, որ ստեղծվեց այնպիսի քաղաքական իրավիճակ, որ այդ падգամավորը բավականին ակտիվ падգամավոր աշխատող այսօր ընդդիմադիր ամենամեծ խմբակցության կազմում է, ուստի սկզբանե փակել ցանկացած հնարավորության դուռ, իդեպ խորհրդարանական երկրի ամենախորհրդարանի ամենագործուն գործիքներից մեկը իմպիչմենտը համարել ի սկզբանե տապալված, այդտեղ ինչ որ դավադրություններ տեսնել, ասել հնարավոր չէ, ես սա անկեղծ ասած ինձ համար այս դիրքորոշումը բացարձակապես հասկանալի չէ, ով ասեց, որ չի կարող ստեղծվել ամեն րոպե այնպիսի իրավիճակ, իսկ դուք ինքներդ ամեն օր դրսում հարցումներ եք անցկացնում եւ քիչ առաջ մենք զրուցում էինք, չէ, որ ամենաառաջի արձագանքը մարդկանց այն է, որ Նիկոլի անունը լսելուց մարդիկ խելագարվում են, մարդիկ կորցնում են adekvatությունը, անգամ կիրթ մարդիկ այնպիսի լեքսիկոն են օգտագործում, որ հետո իրենք զարմանում են իրենց օգտագործած բառամթերքի վրա։ Ուստի ի սկզբանե տորպեդահարել գործընթացը, ասել դա անհնար է, դա չի ստացվի, դա հնարավոր չէ, կրկնում եմ, այս դիրքորոշումը ինձ համար հասկանալի չէ։ Երկրում ուղղակիորեն պրկված իրավիճակ կա, պրկված, լարված ատելություն կա այս ռեժիմի հանդեպ, այս ռեժիմի առաջի դեմքերի հանդեպ, որտեղ առաջի տեղում Աննա Հակոբյանն է, Նիկոլ Փաշինյանն է, նրանց մյուս ուրեմն առաջի դեմքերն են եւ որևէ մեկս չի կարող կանխատեսել, թե 10 րոպե հետո, 20 րոպե հետո, 1 օր հետո, 1 ժամ հետո ինչ իրավիճակ կստեղծվի։ Ուստի կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթացը դա լեգիտիմ գործիք է եւ խորհրդարանական ընդդիմությունը ոչ թե պիտի կատաղի դիմադրի, ընդդիմադիր խմբակցություններից մեկը պիտի կատաղի դիմադրի դրան եւ փորձի այդտեղ ինչ որ դավադրություններ, հոսանքներ, ես չգիտեմ, մեր դեմ ուղված, սրա դեմ ուղված ինչ որ, չգիտեմ, ինտրիգներ տեսնել, այլ պիտի, ես չգիտեմ, իր բոլոր падգամավորներով միանա այս գործընթացին, վերջ։ 2022-ին դիմադրություն շարժման տապալումից հետո, երբ ընդդիմությունը հայտարարեց, որ իրենց օրակարգով վերադառնում են խորհրդարան, որը պետք է լիներ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելը, դուք քննադատում եք ընդդիմադիրներին, ասելով, որ այսպես ասած իրենցով չեն կարող անել ոչ մի ԿՊԱ-ական падգամավորներին։ Հիմա ինչու եք հակառակը մտածում, ինչ է։ Որովհետև այս պահին իրավիճակ է փոխվել, հասկանում եք, վաղը կարող է բացարձակապես այլ իրավիճակ լինի, վաղը կարող է այնպիսի իրավիճակ լինի երկրում, որ ԿՊԱ-ականներից որոշները իրենք նախաձեռնեն Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը, շատ հնարավոր է, իսկապես հնարավոր է, որտեղ այնտեղ 71 падգամավոր կա, որոնցից առնվազն 40-ին մենք չենք ճանաչում եւ կարծեմ հենց ձեր կամ մեկ այլ եթերում էր Հովիկ Աղազարյանը պատմում, որ նրանք բոլորը թրաֆիքինգի զոհ են, նրանց բոլորին Նիկոլը պահում է վախով, կոմպրոմատներով, ահաբեկելով, վաղը կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ հենց իրանք նախաձեռնեն Նիկոլի անվստահության գործընթացը, ուստի 3 այլ իրավիճակեր,
այսօր բացարձակապես այլ իրավիճակ, իսկ այսօր այնպիսի իրավիճակ է, որ եթե ընդդիմությանը հաջողվի դրսում գեներացնել ժողովրդական process, իսկ ես ձեզ հավատացնում եմ, եթե ժողովուրդը հավատաց, որ այս ընդդիմությունը իրանց չի ֆռռացնելու, չի ասելու եկեք ֆանարիկ միացրեք, անջատեք, քոչարի պարենք, տրնգի պարենք, գնանք տուն, եկեք վաղը, հավատացնում եմ ձեզ փողոցում լինելու են 100 հազարավորներ, որովհետև միգուցե այս զարթոնքը, պիտի ավելի շուտ լիներ եւ լեգիտիմ էր եւ տրամաբանական էր, որ պատերազմից հետո 26 թվականին Նիկոլ Փաշինյանի ռեժիմը չպիտի վերարտադրվեր։ Դա քաղաքագիտական, քաղաքական, բարոյական, մարդկային բոլոր տրամաբանական գործոններին դեմ էր, որ սա կարողացավ վերարտադրվել, բայց եկեք ընդունենք այն, ինչ տեղի է ունեցել եւ հասկանանք հիմա, որ որևէ ընդդիմադիր չփորձի այսօր ժողովրդի գրպանը պասիվության ինչ որ մի հատ բանաձև գցել։ Ժողովուրդը ինքը իրան չի վերկենալու, ինքը իրան չի ինքնակազմակերպվելու եւ եթե ինչ որ մեկին թվում է, որ 18 թվականին ժողովուրդը սենց տանը նստած որոշեց ապրիլյան եւ մայիսյան այս օրերին վերկենալ, փողոցներ փակել, կրկնում եմ, ամեն խաչմերուկում քանի կամաս պիտի կանգնի, ամեն մեկի դռանը քանի դագաղ պիտի դարվի, ամեն մեկի դռանը տարվող դագաղի գույնը ինչպիսին պիտի լինի, ի սկզբանե եղել է ծրագրված Նիկոլ Փաշինյանի արտաքին կուրատորների կողմից։ Եվ ես լսում եմ նախորդին Նիկոլը խոսում է, ասում է 18-ի խաղաղ եւ թավշյա իշխանափոխությունը։ Նիկոլ 18-ին եղել է բռնի տերորով դագաղների իշխանազավթում, բռնի ուժով, երբ որ դու հայտարարեցիր կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, երբ որ քո, չգիտեմ, այդ կտերով թունավորված մի մեծ զանգված քո քաղաքական օպոնենտների երեխաներին էր, աղջիկ երեխաներին էր փնտրում, որ հաշվեհարդարներ տեսնելի վերջո, ես այդ պրեսինգը զգացել եմ նաև ինձ վրա, չէ, ես քվեարկել եմ այո այդ պրեսինգի արդյունքում, եւ վերջո ես տեսել եմ նաև, չէ, հոկտեմբերի 2-ի դեպքերը, երբ որ Նիկոլի խուժանը հենց այդպես էլ անվանում եմ այդ կատաղած, գազազած, բենզին ծակված ամբոխին, մեզ պատանդ էր վերցրել խորհրդարանում եւ միջև առավոտ մենք չէինք կարողանում խորհրդարանից դուրս գալ, որտեվ ես եմ տեսել, թե ինչպես մի հատ նարկաման լակոտ մագլցում էր երրորդ հարկ մարդու իրավունքների հանձնաժողովի իմ աշխատասենյակը հաշվեհարդար տեսնելու համար, ես տեսել եմ, չէ, իմ մաշկի վրա եմ ես այդ պրեսինգը զգացել եւ այնպես որ եթե Նիկոլ այդ թավշյա, խաղաղ իշխանափոխություն այդ բառերը մի օգտագործի, այդտեղ թավշյա երևի եղել է միայն ձեր ակտիվիստուհիներից մեկի պիջակը, որով ինքը փակում էր արագաչափերը, մնացած ամեն ինչ եղել է բռնի, տոտալ ահաբեկումներով, տերորով, շանտաժով քո եւ քո արտաքին տերերի կողմից։ Սա է իրականությունը։ Տիկին Զոհրաբյան, նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը նորից աչքին կավ իր անադեկվատ պահվածքով, սակայն այս անգամ նաեւ վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցրեց, ներողություն եմ խնդրում այդ արտահայտության համար, համբալով դիմեց կին падգամավորներին։ Ձեր գնահատմամբ ինչով է պայմանավորված նրա այս պահվածքը եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ կորցնում ինքնատիրապետում եւ կոռուպցիայի մասին են հարցեր տալիս։ Այո, Նիկոլ Փաշինյանը գազազում է երկու բանից, երբ իրան հարց են տալի կոռուպցիայի մասին եւ երբ որ իրան ասում են, որ չի լինելու խաղաղություն եւ քո պատկերացրած կամ քո մեզ ուտացվող խաղաղություն կուտը դա ֆեյք է, ընդամենը ուզում եմ հիշեցնել, որ 3 չի առաջի օրը Ալիևը հերթական անգամ հոխորտաց, ասելով, որ աշխարհաքաղաքական տերությունները, միջազգային խոշորագույն կենտրոնները առնվազն մեր տարածաշրջանում պիտի հաշվի նստեն բացառապես իմ կարծիքի եւ տեսակետի հետ, այլապես շատ կփոշմանեն, այսինքն հերթական անգամ սպառնալից հայտարարություններով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այդ իր հիմնական շախմատի ձիուկները, որ ինքը պատրաստվում է
առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ օգտագործել թալանը եւ խաղաղություն, դա փուչիկ է եւ երբ որ իր դիմաց փաստերով դնում են իր քաղաքական թիմի թալանը, բնականաբար ինքը լինելով ի սկզբանե տեղից այն գլխից անհավասարակշիռ եւ adekvatության հետ լրջագույն խնդիրներ ունեցող մարդ, ուղղակիորեն դուրս է գալիս ափերից, ինքը գազազում է, որ ի սկզբանե ջարդում են իր ապագա եւ իր մշտական եւ նաեւ ապագա օգտագործվելիք ձիուկներից, խաղակարտերից մեկը թալանը, որովհետեւ այնպիսի թալան, ինչպիսին այսօր է, ես վկայակոչում եմ մամուլի տարբեր հրապարակումներ, նախկինները 30 տարում 30 անգամ իրանց գլուխը պատին էին տվել։ Հիմա Նիկոլ Փաշինյանին թալանի մասին հարց են տալիս, իր քաղաքական թիմի թալանի մասին հարց են տալիս, ինքը դահլիճում նստած գեներալին անվանում է համբալ։ Այլ հարց է, որ այդ գեներալը մի հատ ապտակ էր, եւ թեկուզ գնար կալանավորեր, ոչ թե լուրջ կուլ տալ անադեկվատ վիճակում գտնվող մարդու կողմից իրեն համբալ ասելը, ոտից կկախեմ, ԱԱՑ-ի պատվալները կլցնեմ։ Ես հիմա սպասում եմ քրեական գործ Նիկոլ Փաշինյանի դեմ այդ վիրավորանքների մասով հարուցվելու է, թե չէ, թե ընդհանրապես իրանք կարող են քրեական գործ հարուցել, օրինակ Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի հանդեպ, որին մենք տեսանք ինչպես է գիշերազգեստով, տան հողաթափերով ենթարկել են բռնի տարել են ձերբակալության եւ ինչպես ինքն է կարողացել փոխանցել իր ընտանիքի անդամներին, հա, ստիպել են այդ ոստիկանության աշխատակիցը Կարեն չգիտեմ ինչան, ինչպես ես խոսել եմ Լիլիթի քրոջ աղջկա հետ, այնտեղ ասել է իրան կամերաների տակ տեղազննեք, հա, կզննեք, այսինքն հագուստները կհանեք։ Սա է, բա քրեական գործեր ինչի՞ չեք հարուցում Նիկոլ Փաշինյանի հանդեպ քաղաքական օպոնենտներին համբալ կտանեմ կլցնեմ ԱԱՑ-ի պատվալները, ոտից կկախեմ վերընգի տեղդ եւ այդ ձևակերպումների համար մեզանից մեկը հիմա մի քպեական падգամավորի ասի համբալ, հավատացնում եմ ձեզ, 3 օր հետո մենք պոչտայով ծանուցում կստանանք քննչական կոմիտեից վիրավորանքի, ուրեմն հոդվածով, եթե ոչ մի քանի հատ էլ կարող է այնց ավելի տանեն ընդհանրապես ոչ թե քաղաքացիական, այլ քրեական օրենսգիրք։ Ձեր խոսքում անդրադարձակ Լիլիթ Աղեկյանին, օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանները խոշտանգել նվաստացրել են նրան։ Ձեր գնահատմամբ ինչի մասին է այս միջադեպը խոսում եւ որքանով է սա հարիր ժողովրդավարության բաստիոն մի երկրում, որում ըստ իշխանությունների մենք ապրում ենք։ Տեսեք, ես շատ ցանկանում եմ, որ Լիլիթ Աղեկյանի դեպքը այդ կադրերը տան ուրեմն տնային հագուստով, հողաթափերով տեսնի Հայաստանում ԱՄՆ դեսպանտիկին, ով Հայաստանը անվանում էր ժողովրդավարության լուսատու, ժողովրդավարության փարոս։ Հայաստանը բռնապետական երկիր է։ Նիկոլ Փաշինյանը 7 տարիների ընթացքում իրապես ժողովրդավարական երկիրը, որը իհարկե ուներ բազմաթիվ խնդիրներ մարդու իրավունքների հետ կապված, ինչպես նման խնդիրներ կան այսօր ժողովրդավարության բաստիոն համարվող բազմաթիվ երկրներում, բայց 7 տարվա ընթացքում միակ բանը, որ իդեալապես, կատարելապես 100%-անոց ճշգրտությամբ կարողացավ անել Նիկոլը, դա ոչ միայն մեր արժեքային համակարգը պղծելն էր, դա ոչ միայն մեր պետության հիմքերը, եկեղեցի, կրթություն, արժեքային համակարգ, ընտանիք քայքայելն էր, այլ նաև 7 տարվա մեջ նա երկիրը վերածեց տոտալ բռնապետության։ Դա ինքը կարողացավ կատարելապես անել, բայց գիտեք, այլ հարց է, որ դու փորձում ես ինչ-որ ժամանակ երկիրը վերածել բռնապետության, այլ հարց է, որ դու կարողանաս այս քո բռնապետական ռեժիմը պահես։ Հավատացնում եմ ձեզ, բռնապետություն լինելու համար, վերջնական եւ հաստատուն բռնապետություն լինելու համար Ադրբեջանը օրինակ ռեսուրս ունի, Հայաստանը ռեսուրս չունի եւ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ իր թպրտոցի վերջնաժամկետը եկել է, ինքը չի կարողանալու այսպես, հա, վախեցնելով, ահաբեկելով, հմեկի եթերով հայկական կոնչիտաներ շախ տալով, հայրենական
պատերազմը, երկրորդ համաշխարհային պատերազմը, չգիտեմ, խեղաթյուրելով սեփական քարոզիչների դագդիկական Արծրուն Հովանիսյանին բերել շպրտելով հմեկի եթեր, որ այնքան իդիոտ բաներ դուրս տա, որ Ադոլֆ Հիտլերը Եվա Բրաունի հետ գերեզմանում շուռ գա, չի կարողանալու տոտալ եւ վերջնական հաստատուն բռնապետություն լինելու համար Նիկոլ Փաշինյանը, եթե պատմություն կարդացած լիներ, եթե քաղաքագիտություն ուսումնասիրած լիներ, կհասկանար, որ Հայաստանը դրա ռեսուրսը չունի, Սուլթանատ Ադրբեջանը Սուլթան Ալիևը ունի, ինքը չունի, չնայած այնինչ ինքը հիմա անում է, սա ուղղակիորեն ինքը փորձում է անդառնալիորեն փակել Հայաստանի երրորդ հանրապետության էջ եւ այդ մասին նաեւ հպարտորեն հայտարարում է, որքան մենք կարողանում ենք տեղեկատվություն ստանալ իր եւ իր կնոջ այդ Լևոն Զուրաբյանի ասած թերուսների կրթական դասընթացներից, իդեպ ես ուզում եմ ահազանգել մի շատ կարևոր վտանգի մասին, ես ավելի քան վստահ եմ, որ այդ կրթական ճակերտավոր դասընթացները դրանք ուղղակիորեն աղանդավորական մանիպուլատիվ կոդերով հասարակության ուղեղները լվանալու գործիքներ են։ Նույն Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հայկական ժամանակում ես շատ երկար ուսումնասիրել եմ, թե ինչ կոդերով, ինչ մեխանիզմներով, ինչ սկզբունքներով են աշխատում Հայաստանում գրանցված տարբեր, այդ թվում բավականաչափ վտանգավոր տոտալիտար աղանդները։ Եվ երբ որ ես նայում եմ այն կտորները, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինը ինչ որ մոնո ներկայացումներ են բեմադրում, հավատացնում եմ ձեզ, որ դրանք բացառապես տոտալիտար սեկտաների գործիքակազմեր են։ Հիմա 26 թվականին կամ արտահերթ եթե լինի process, իրանք փորձելու են իշխանությունը զավթել այլևս նիկոլիզմ տոտալիտար սեկտայի միջոցով, գնալով այդ սեկտայի մեջ ավելի մեծ թվով մարդիկ ներգրավելով, որտեղ երբ որ ես նայում էի, թե ինչի վրա էին Սյունիքում ծիծաղում, շատ կոպիտ բառ չեմ ուզում ասել վրնջում, ծիծաղում դահլիճում նստածները, երբ որ պիտի վիրավորվեին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր իրանց տգիտությունից, ես հասկացա, որ ինչպես տոտալիտար աղանդի ժամանակ այդ աղանդի ներկայացուցիչները չեն լսում, թե իրանց գուրուն, բեմի վրա կապիկություն անող գուրուն ինչ է անում, այլ ընկնում են անասնական էքստազի մեջ, ահա այդպես այդտեղ նստածներն էլ չէին լսում իր բառերը, պարզապես այսպես էքստազի մեջ, ինչ որ սենց գերագույն էքստազի մեջ ծիծաղում էին, սա իսկապես շատ վտանգավոր գործիքակազմ է, ես վստահ եմ, որ Նիկոլի արևմտյան տերերն են հիմա էլ փորձում, երկիրը զավթել նիկոլիզմ տոտալիտար աղանդի միջոցով, գնալով այդ աղանդի մեջ ներգրավելով մեր հասարակության տարբեր շերտեր։ Որովհետև փաստաթի չգիտենք ինչի մասին են։ Իհարկե, այնտեղ չկա էլ թեմա։ Փոքր հատված այսպես տեղադրում Ոչինչի մասին, այնտեղ չկա, այդտեղ ընդամենը ես կրկնում եմ, սա աղանդավորական նոր շարժում է, նիկոլիզմ աղանդավորական վտանգավոր, տոտալիտար, կազմաքանդող շարժում եւ մեր հասարակությանը ուղղակիորեն պիտի փրկել, իսկ այլևս նիկոլիզմ աղանդով հիվանդներին պիտի բուժել։ Ես սա ասում եմ առանց չարախնդալու, ես սա ասում եմ առանց չափազանցնելու։ Ես ինքս շփվել եմ ժամանակին տարբեր տոտալիտար վտանգավոր կազմաքանդող, երբ որ լրագրող էի եւ հետաքննական նյութեր էի գնում կազմաքանդող աղանդների մասին, այդ մարդիկ հետագայում դառնում են հոգեկան հիվանդներ։ Այդ մարդկանց մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հետո դիմում են սուիցիդի, ինքնասպանության։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր հիմնական կտերը թալանը այլևս չի աշխատում, որտեվ անգամ իր երթվյալ զոմբիները, մատնացույց են անում իրենց թալանը, հիմա էլ իրանք զարկ են տվել տոտալիտար աղանդին, մարդու ուղեղը, մարդու ֆիզիոլոգիան, այսպես ворթի նման կրծելու տոտալիտար աղանդին։ Դա չի պիտի թույլ տալ։ Տիկին Զորաբյան, թեպետ Գյումրիում ընդդիմությանը հաջողվեց միավորվել եւ քաղաքային իշխանություն ձևավորվել, սակայն ԿՊ-ն կարծես թե իր պարտության հետ այդպես էլ չի համակերպվել եւ տեղեկություններ են պտտվում մանդատագողության փորձերի մասին։ Ինչու ԿՊ-ն չի կարողանում համակերպվել այս պարտության հետ եւ ինչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի ԿՊ-ի
իշխանությունը գողանալու փորձերը չհաջողվեն։ Տեսեք, ես ավելի քան վստահ եմ, որ եթե չլինեն արտահերթ process-ներ, մինչև 26 թվականի ընտրություն Նիկոլ Փաշինյանը կամ Վարդան Ղուկասյանին կալանավորելու է կամ կներեք, դա արդեն քաղաքական տերմին է եղել, դարձել անասնագողությամբ ավականի են գողանալու եւ փորձելու են Սարիկ Մինասյանին կրկին դարձնել քաղաքապետ։ Նիկոլի համար ցանկացած խոշոր համայնքում պարտությունը, հատկապես ընտրական ցիկլին ընթരാճ, դա կյանքի եւ մահու հարց է, որտեղ Նիկոլի համար սեփական վերարտադրությունը, եթե որևէ նախկին իշխանության կամ ապագա որևէ իշխանության համար, դա ընդհանրապես դե լավ կլինի, որ մենք նորից վերարտադրվենք, Նիկոլի համար սա կյանքի եւ մահու հարց է։ Նիկոլը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չկարողացավ ապահովել իր վերարտադրությունը, ինքը կանգնելու է հայկական Նյուրնբերգի առջև, որ օրվա իշխանությունը անպայմանորեն քրեական օրենսգրքում եւ ես անպայմանորեն առաջարկելու եմ դա կատարելու է փոփոխություն եւ պետական դավաճանության համար, հայրենիք հանձնելու համար, Արցախ հանձնելու համար վերականգնելու է մահապատիժը եւ Նիկոլ Փաշինյանը իր վախճանը, հա, ես ավելի քան վստահ եմ, որ ինքը իր երազներում իր վախճանը 1000 անգամ տեսել է, պատկերացրել է եւ հասկանում է, որովհետեւ ես մշտապես ասել եմ, Նիկոլը իդիոտ չի եւ դրա համար սեփական վերարտադրությունը ապահովելու համար Նիկոլը ամեն ինչի գնալու է, պետք լինի կրակելու է, պետք լինի հասարակության վրա նռումբ նետելու է, ամեն ինչ անելու է։ Հիմա մենք պիտի ունենանք այնպիսի ընդդիմություն, որը պիտի գիտակցի, որ իր դիմաց կանգնած է Շվարցի հրեշի նման մի գիշատիչ, որ իր իշխանությունը պահելու համար ամեն ինչ անելու է, ոնց որ նա էր հրեշը ջուրը կտրում, հա, ջրին նստած, այսպես էլ Նիկոլը ամեն ինչ անելու է։ Կունենանք այդպիսի մահապարտ ընդդիմություն, այս իշխանությանը հեռացնելը, հավատացեք, հնարավոր է, իսկապես հնարավոր է, որովհետև այսօր ես տեսնում եմ ժողովրդի մեջ այդ լիցքը օր առաջ ազատվելու նիկոլիզմ կապանքների չենք ունենա։ Նիկոլին կհաջողվի 2026 թվականին տերորով, ահաբեկումներով, կեղծելով իր վերարտադրությունը, իր սատելիտ գրպանային կուսակցություններով իր վերարտադրությունը ապահովել ցավոք։ Իսկ փողոցային պայքարով թե ավելի շատ ընտրություններով հնարավոր։ Ես չեմ ընտրություններին նստել եւ սպասել ընտրություններին, ես համարում եմ այդ ճանապարհը Նիկոլի ջրաղացին ջուր լցնել։ Հասկանում եք, ինքը խեղաթյուրում է, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչն է կեղծում եւ նույնիսկ ձեր հարցումներում հիմնական բացի դավաճանից հողատուից ամենակարևոր բառը, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին ասում է մեր ժողովուրդը, դա ստախոսն է, որ ինքը խաբել է, հասկանում եք, մարդը հետևողականորեն կեղծում է արցախյան բանակցային պատմությունը, երբ որ իրան ասում ես այդքան բարբաջելու փոխարեն հանի փաստաթղթերը 30 տարվա բանակցային նրանք կորցրել ես իր ասելով կոնդիցիաների տակ վերջինը հանի, որը անձամբ քո ձեռքն են տվել 19 թվականի ապրիլին եւ այնուհետեւ հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները ինքը ինչ ասես ասում է միայն թե բանակցային փաթեթները չհրապարակի, դա հնարավոր չի, բանակցություններով արդեն Արցախը տրված էր, բայց եթե բանակցություններով Արցախը տրված էր, ինչպես էր 20 թվականի 44 օրյա պատերազմից հետո Քաշաթաղում Ալիևը հայտարարեց, որ եթե մենք շարունակեինք բանակցությունները, ապա թե այս տարածքը, թե մյուս հողերը շարունակելու էին մնալ հայկական վերահսկողության տակ։ Այսինքն Ալիևը ասում է, որ բանակցությունները մեզ չէին տալու Արցախ, բանակցությունները տանում էին Արցախի միջազգային ճանաչման, ինչպես 16 թվականի նոյեմբերին կառավարության իր նիստում, որին ներկա էին նաև Ադրբեջանի անվտանգության խորհրդի անդամները, Ալիևը խոստովանեց փակ դռների հետևում միջազգային հանրությունը ինձ ստիպում է ճանաչել Արցախի անկախությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, ես հասկանում եմ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նման խոշոր մանիպուլատորը ընկելա թակարդը, ընկելա վանդակը, պատեպատ է խփվում, որտեղ ինքը փորձում է գտնել այն օպտիմալ լապշան, այն օպտիմալ
կուտը, այն օպտիմալ պոպկորնը, որը պիտի սկսի ուտացնել հասարակության իր գրեթե զրոյացված ընտրազանգվածին չի գտնում, որտեղ իր բոլոր կտերը այլևս սենց տրակել են թալանը, խաղաղություն, ես չգիտեմ, բարեկեցություն, քաղաքացին տուգանքի մատերիալ չի, այսօր այնպես ինչպես կթվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, սենց ծորկայով քերվում է, որևէ ժամանակ չի եղել եւ միանգամայն հասկանալի է, որ ինքը հիմա նոր ուրեմն այսպես գործիքակազմի փնտրտուքի մեջ է, չկա Նիկոլ Պրծելա քո բոլոր գործիքակազմերը հասարակությանը խաբելու, հերթական անգամ մանիպուլացնելու ավարտվել են։ Տիկին Զոհրաբյան, անդրադառնանք Արծրուն Հովհաննիսյանի վերջին սկանդալային հարցազրույցին, որտեղ վերջինս պնդել է, թե մեծագույն միֆ է, որ Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակով Հայաստանը փրկվել է թուրքական ներխուժումից։ Ըստ նրա Գերմանիան Թուրքիան գրավել է ու Միացյալ Հայաստան ստեղծելու ծրագիր ուներ։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը, ինչու է մեզ համոզում, որ Գերմանիան հաղթանակը մեզ ավելի Գերմանիայի հաղթանակը մեզ ավելի ձեռնտու կլիներ։ Տեսեք, եթե ես Արծրուն Հովհաննիսյանի տեղը լինեի, ամոթից սենց ձեռներով կճանկրտեի գետինը եւ գետինը մտած կլինեի 44 օրյա պատերազմում իր խայտարակ ստերի համար գյորբագյոր հաղթում ենք մի քիչ կամած գրավեք տարածքները որ կարողանամ հաշվել դու պիտի գետինը մտնես դու պիտի ընդհանրապես հանրային որևէ տիրույթում չերևաս հասկանում եք դե շպրտել են հմեկի եթեր հիմա էլ ասել են մեր հերթական այսպես հա մեզ համար կարևոր երատոններից մեկը պղծի Շուշին անարգեցին, հա, տվեցին բանտիկը կապած Ադրբեջանին, հիմա էլ ասում են հայրենական պատերազմում մեր պապերի ավանդը պղծի։ Ես էլի եմ կրկնում Հիտլերը լսի, գերեզմանում 100 անգամ շուր կգա, բայց ես գիտեք, այդքան էմոցիոնալ չեմ ուզում այս ամենին անդրադառնալ, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ աշխարհում այս երկրագնդի վրա մեկ բանի հետ, որևէ դիկտատորի, որևէ պարանոիկի, որևէ շիզոֆրենիկի չի հաջողվել պայմանավորվել, կաշառել, գնել, ահաբեկել եւ դա բումերանգը գալու է եւ այդ նույն Արծրուն Հովհաննիսյանը գյորբագյոր օպերացիայի շրջանակում գյորբագյորա լինելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Գուցե այս եզրահանգման եկել է Աննա Հակոբյանի մոտ կրթվելու Դե գիտեք, ես այստեղ նորից պիտի անդրադառնամ, որտեղ ավելի ֆանտաստիկ, քան ասել է Լևոն Զուրաբյանը, ապշելու է, երբ որ երկու թերուս որոշում են կրթել հասարակության։ Ես ասեցի, սա աղանդավորական սեկտայի, նոր սեկտայի առաջի դասընթացներն են եւ հասարակությանը պիտի բացատրել, հասարակության հետ պիտի աշխատել, որ նրանք պարզապես իրանց ուղեղները չհանեն, սենց ձեռի վրա տանեն, որ Աննա Հակոբյանը, ինչպես Լևոն Զուրաբյանն էր ասում, թերուսների այս ընտանիքը, այսենց կներեք, վերցնի եւ իրանց ուղեղները լվանա։ Մարդկանց ուղեղները պետքա փրկել նիկոլիզմ տոտալիտար աղանդից։ Եվ Տիկին Զոհրաբյան զրույց համբուփելով Ձեր սեղաններ փչացրեցի։ Ոչինչ խնդիր չի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը իր կրթվել նորաձևերի շարժման ընթացքում դասախոսություն է կարդում, մնացել ենք 5-րդ դարում։ Ձեր կարծիքով ինչ նկատի ունի Աննա Հակոբյանը սրանով ինչու է փորձում հանրությանը ապացուցել, որ մնացել ենք 5-րդ դարում։ Գիտեք, ես ընդհանրապես երբ որ տարիներ առաջ Շվեդիայում էի, այնտեղ շատ լավ որոշում կայացրեցին լրատվամիջոցները, այնտեղ Աննա Հակոբյանի տիպի իհարկե տղամարդ մի պերսոնաժ կար, կրթության, դաստիարակության, վարքականոնի հետ լրջագույն խնդիրներ ունեցող եւ լրատվամիջոցները որոշում կայացրեցին այդ պերսոնաժին չմեկնաբանել։ Ես կարող եմ հիմա ձեր եթերից առաջարկ անել հայաստանյան լրատվամիջոցներին չմեկնաբանել այդ կնոջ, հա որովհետեւ ինքը վայելում է, հասկանում եք, ինքը այսպիսի ինքը ամեն օր զարմանում է, որ ինքը նոր շոր է հագնում, որ ինքը կարող է ոչ թե Ֆիրդուսնոցից յուբկա հագնի, այլ ինչ որ հանրահայտ դիզայների, ինքը ամեն օր այդ իր բաժին ընկած ճակերտավոր բախտի վրա զարմանում է։ Ես խորհուրդ կտայի այդ կնոջը չլուսաբանել, ու որտեղ ինքը ոչ մի adekvat միտք չի ասում, ինքը փորձում է իրան ինչ որ սենց խորիմաստ ներկայացնել, որի մտքերի տակ ինչ որ մարդիկ ենթատեքստներ են
փնտրում, չէ, այդ կինը իր ամուսնու հետ պարզապես զվարճանում է մեր վրա եւ լրատվամիջոցներն էլ փորձում են այդ ինչ ասեմ իրանց այդ իդիոտիզմի տակ, որտեվ այդ կրթվելը նորաձև է այդ ծրագիրը իդիոտիզմ է, որովհետեւ նորից եմ ասում, Աննա առնվազն քո ամուսնու դեպքում իր վերջի գաստրոլներից հետո ազգային ժողովում կրթվելը ոչ թե նորաձև, այլ խիստ պարտադիր։ Բայց ես գիտեմ, որ լրատվամիջոցները իմ հորդորին չեն անցալու եւ քանի որ այդ կարգի հիմարությունները լրատվամիջոցներին ցավոք սրտի դիտում են բերում, որտեղ մեր հասարակությունը ցավոք սրտի սիրում է ապուշություններ, շարունակելու են այդ իդիոտ բաները մեկնաբանել։ Շնորհակալ եմ Տիկին Զոհրաբյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ Կհանդիպենք։